Թեպետ կառավարությունը արցախցիների հայտնի սոցաջակցության 40 գումարած 10,000 դրամի հարցում հետ քայլ արեց ու ծրագրի ժամկետը հավելյալ 2 ամսով երկարացրեց, այնուամենայնիվ բռնատեղահանված մեր հայրենակիցներն ըստ նրանց իրավունքների պաշտպանության խորհրդի շարունակում են սոցիալապես ծանր վիճակում մնալ։ Խորհրդի անդամի հեռախոսը ժամի հետ զրույցի ընթացքում չէր հանդարտվում, հատկապես սննդի համար էին զանգում։ Մարդկանց համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ստիպված քաղաքացիները, արցախցիները լքելու են Հայաստանը, բայց մեր գեր խնդիրը, գեր նպատակը նա է, որ արցախցին մնա Հայաստանում։ Մինչև հետ քայլ անելը, հիշենք, գործադիրը որոշել էր սոցաջակցությունը թողնել միայն խոցելի խմբերի համար, սակայն երբ համաձայնեցին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ, բռնատեղահանված ավելի քան 98,000 քույր ու եղբայրներին առաջնային կարիքի եւ կեցության 50,000-ականները մինչև հունիս փոխանցել, համարեցին, թե անցումային հնարավորություն են ստեղծում։ Առաջարկվել է 2 ամիս ժամկետով մինչև ընդհանուր սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնելը եւ դրանք քննարկելը։ Քննարկումներն առայժմ պտուղ չեն տալիս։ Առանցքային պահանջն այնուամենայնիվ մինչև բնակարան ձեռք բերելը սոցաջակցության գումարը տրամադրելը մերժում են պատասխանատուները։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչն ասում է, արդեն սպասում են, որ նախարարության ծրագրերը գործարկվեն, անարդյունք մնան ու արդեն հենց այդ փաստերով խոսեն։ Մենք ասել ենք, պատրաստ ենք աշխատել 24 ժամ անընդմեջ 7 օր շարունակ, բայց իրենց կողմից մենք ասել ենք, եթե տեսնենք որևիցե միտեղ իրենք հապաղում են կամ ցանկություն չունենք, մենք վերադառնալու ենք հրապարակ եւ շարունակենք պայքարը։ Այս ընթացքում ի դեպ պաշտոնական թվերը վկայում են, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը, որոնք դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ավելացել է։ Դիմումատուների թիվն օրական արդեն գրեթե 50-ի է հասնում, մինչդեռ ամիսներ առաջ հազիվ 20-30 էր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։